Հայրենակիցներ ջան, սահմանի ծանրությունը ձեր վրա տարած հայրենակիցներ ջան, ուժեղ մնացեք, մենք ամեն ինչ մեզանից հասնող անելու ենք։ Ուժեղ Հայաստան կուսակցության քարոզարշավի 5-րդ օրը Տավուշի մարզում է։ Զորականում նախ ներկայացվեցին անվտանգային ու տնտեսական ծրագրերը, ապա ծաղիկներ խոնարհվեցին Մարշալ Բաբաջանյանի եւ Մարշալ Բաղրամյանի կիսանդրիների առջև։ Հաջորդ կանգառը Բագրատաշենն է, ներկայացվեց ջերմոցային տնտեսությունների եւ մթերման կայանների զարգացման խնդիրները եւ դրանց լուծման եղանակները։ Ինչ են ուզում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդիկ, Փաշինյանի բերած խաղաղությանն այլևս չեն հավատում։ Մարդիկ ասում են, ինչպես հավատան, երբ Հայաստանի սուվերեն տարածքներում ադրբեջանական դիրքեր կան։ Ինչի երկում համատարած, չէ, զորահավաք չկա, ինչի համատարած տեխնիկական միջոցները նոր չեն ձեռքբերվում, ինչի պաշտպանության, անվտանգության հենակետները ել ավելի չեն ամրացում։ Ուժեղ Հայաստանում անվտանգությունն էլ կլինի, խաղաղությունն էլ երաշխավորված։ Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է ասում, երաշխավորված խաղաղություն հնարավոր է կերտել միայն ուժեղ պետության դեպքում։ Ես թուրքերին չեմ վստահում, այս խաղաղությունը ուզում եմ մեկը երաշխավորի, որ երբ որ 50 ասկար սահմանը հատեն, միջազգային մեխանիզմ լինի, հարևան երկիր լինի, որպեսզի մենք իմանանք, որ բացի իրենց կմահաճույքից ուրիշ երաշխիքել ունենք, որպեսզի չընկնենք այն օրը, որ ընկանք։ Այս ամենի միակ այլընտրանքը տնտեսական ու ազգային ներուժի համախմբումն է։ Կուսակցության անդամներն ու համակիրները վստահեցնում են, երկիրը ճգնաժամից հանելու հստակ ծրագրեր կան։ Փոքր բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկ չվճարեն։ Մարզերում ուսուցիչների եւ բժիշկների աշխատավարձը պետք է ավելանա 25%-ով։ Ժամկետային զինծառայողը պետք է ստանա աշխատավարձ։ Զինվորականները պետք է 50% զեղչով ունենան բնակարաններ։ Գնում ենք ընտրատեղամասեր, մերժում ենք սուտը, ազատում ենք մեզ ստի կառափնարանի պարանից, ընտրում ենք համար 3-ը, փոփոխում ենք իրենց ձևակերպած իրական, բայց իրականում խեղճ Հայաստանը եւ սկսում ենք կերտել ուժեղ Հայաստան։ Եկան, տեսան ու քանդեցին։ Օրվա իշխանությունը ի վիճակի չէ ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Նրանց ձախողումները շատ են։ Անվտանգության տապալումից մինչև տնտեսության թուլացում։ Տավուշի մարզում քարոզարշավը շարունակվում է։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ մեդիա AM կայքում։